Տիկին Ալավերդյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել եւ այսպես ձեզ հետ առիթ չենք ունեցել խոսելու, սկսենք Հայաստանում բռնաճնշումների նոր թափից, այն է, մենք տեսանք, որ 2 օր է Գագիկ Ծառուկյանը Պեկում հարցաքննվում էր, իսկ մինչ այդ մենք տեսել ենք այդ կադրերը, ինչպես նրան բերման ենթարկեցին, ինչպես կալանքի տարան, այս ամենը ինչի դրսևորում է, ինչ մոդելով է, ինչ ձևով է շարժվում այս իշխանությունը, ինչու է այսպես գխատում, այսպես ասենք, ընդդիմադիր օջախները, համեցեք։ Շնորհակալություն։ Առաջին ես կասեմ, որ այս իշխանությունները շարունակում են այն նույն քաղաքականությունը, որի իրականացման համար եկել են։ Եվ հիշեցնեմ, որ այս 18 թվականից կրկնում եմ, որ այս թիմը եկել է երկու միասնական նպատակի համար ու խնդիրների լուծման համար։ Առաջինը օր առաջ Արցախը հանձնել, բռնակցել Ադրբեջանին, եւ երկրորդը Հայաստանը դարձնել թուրք-ադրբեջանական քաղաքականության ապահովող եւ սպասարկող տարածք, հենց տարածք, չեմ ասում, որ անունը կբոչաչանցվի Հայաստանի Հանրապետության, բայց նա ամբողջովին այդ նպատակը դա է, որ ծառայացնեն թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականության սպասարկման։ Եվ դա վերին աստիճանի համապատասխանում է այսօրվա Եվրոպայի բոլոր այդ մարմինների ղեկավարների նպատակներին եւս։ Ես հիշեցնեմ, որ նրանք բոլորովին չեն արտահայտում եվրոպական ժողովուրդների նպատակներն ու շահերը, այլ ուղղակի դրածո են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների եւ այս առումով դրանց նպատակները ամբողջովին համընկնում են։ Դա մեկ։ Երկրորդը իմ այն ինչ որ դուք ասեցիք, գիտեք, ես արդեն մի քանի անգամ նշել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները ունեն առանձնահատուկ մի գիծ, այն է դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կիրառմամբ են իրականացվում դրանք։ Գիտեք, ցանկացած պետությունում, որտեղ որ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կարծես թե բոլորը աշխատում են դա մեղմել եւ միջև անգամ քողարկել։ Հայաստանի Հանրապետությունում ընդգծված ձևով դա ցուցադրական, դա ուղղակի մի ինչ որ բախեցնելու կամ նվաստացնելու բոլոր նրանց, ում հանդեպ իրականացնում են այդ քաղաքական հետապնդումը։ Ես ուզում եմ անպայման նշել, որպես հասարակական կազմակերպության ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ընդգծեմ, վաղուց ուսումնասիրված է, որ բոլոր նրանք, լինի դա քաղաքական գործիչներ, լինեն դա հենց իրականացնողները այդ վերաբերմունքի, եթե իրականացնում են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, նրանք իրենք չունեն այդ մարդկային արժանապատվությունը։ Հիշեցնեմ նորից, իրենք սկզբից նվաստացնում են իրենց անձը, եւ մենք այսօր գործ ունենք արժանապատվությունը նվաստացած իշխանության ղեկավարների հետ, եւ միայն այդպիսի մարդիկ են, որոնք կարող են իրականացնել այլոց արժանապատվությունը նվաստացնել։ Եվ առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում, որ այսօր ուժային կառույցների, որոշ պես իրավապահ մարմինների, որոշ այլ նախարարների ղեկավարները, նախարար, գլխավոր դատախազ, ոստիկանության կամ կներեք ներքին գործերի նախարար կանայք են։ Դա եւս մեկ առանձնահատուկ այսպես որակ է այն հետապնդումների, որոնք իրականացվում են։ Նրանք իրականացվում են եւ թափ են ստացել կանանց հանդեպ քաղաքական հետապնդումները։ Այո։ Բայց մինչ այդ, երբ որ Նիկոլ Փաշինյան, ուղղակի հետ եմ գնում, որովհետև առիթ չենք ունեցել ձեզ հետ խոսելու, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, չէ, ես չեմ տեսել, որ Ծառուկյանն այդպես տապալել են գետնի եւ վերման է ենթարկել, այն բառագան եւ վերջինս դուրը բացել էր եւ ներս էր կանչում այդ
դիմակավորվածներին։ Լավ, ինչու այսպես, ինչու այս մեթոդները, որն է նպատակը։ Շնորհակալություն։ Նպատակը նախ եւ առաջ նա կարող է չի հիշել, չի տեսնել, բայց ինքն է հայտարարել, որ բոլորին տապալելու է։ Այսինքն հո այդպես չի, որ դա կամայական, այսպես կամայականություն է հենց ոստիկանության կամ այդ գործողությունների իրականացնողների կողմից։ Խիստ հակառակը, դրանք սադիստական, ունենալով սադիստական այդպիսի որակներ, նրանք ուզում են դուր գալ, կրկնում եմ, արժանապատվությունը կորցրած, արժանապատվությունը նսեմացված իշխանությունների ներկայացուցիչներին, այդ թվում եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, ես դա չեմ հնարում, դա ուսումնասիրված երևույթ է, դա սինդրոմ է, երբ որ որևէ մեկին ժամանակին նսեմացրել են կամ ինքը այսպես նսեմացված է իրեն զգացել, նա անպայման պահը փնտրում է, որ այդպիսի նսեմացնող վերաբերմունք իրականացնի այլոց հանդեպ։ Դա առաջինը, երկրորդը, գիտեք, անթաքույց սեփականության վերաբաշխում է, այդպես չի, որ դա թաքցված է կամ ինչ-որ բան, հակառակը, ասել է, որ չէ, դա հայտարարել է, չէ, որ ես բոլոր այսպես սեփականության, այսպես ասած, վերջը կտամ, բոմժ կդարձնեմ եւ այլն, այսինքն ինձ պետք է չէ նոր պես ասած ձևակերպումներ ասել, որտեվ եթե մենք հավաքենք միասին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունները, դրանք փաստորեն ինքնախոստովանություններ են, եւ երբ որ պահը գա եւ վերջապես դատարկան գործընթացը սկսվի այսպիսի ոչ միայն առանձին դեպքի, այլ քաղաքականության իրականացման համար, ապա անպայման պետք է հավաքագրվի ոչ թե փորձագետների կարծիքը կամ գնահատականը, այլ հենց քաղաքացի Փաշինյան Նիկոլի հայտարարությունները, որովհետև դրանք կրկնում եմ ինքնախոստովանության բավականին ծանր հանցագործությունների բնորոշող հատկանիշները այդպիսի հայտարարություններ են, այնպես որ մենք պետք է, եւ երրորդը կարծես թե բոլորը մոռանում են, չմոռանաք, որ Ծառուկյանը այն անձն է, որը որոշել է եւ իրականացնում է Քրիստոսի արձանի գրեթե աշխարհում երևի թե նմանը չեղած մի արձանի կառուցման։ Ես հիշեցնեմ, որ ներկա իշխանությունների այն գործողությունները կարծես թե վեհափարի միայն դեմ իրականում դրանք եւ հայ-առաքելական եկեղեցու դեմ են եւ ընդհանրապես հակաքրիստոնեական արշավետ եւ դա արվում է եւս ցուցադրական, որովհետեւ ես հիշեցնեմ, որ Եվրոպան ապրում է այսօր հետ մոդեռն, պոստմոդեռն, այսինքն հետ քրիստոնեական ժամանակահատված եւ այս առումով Հայաստանի օրվա իշխանությունը ուզում է ցույց տալ, որ ինքը եւս հետ քրիստոնեական երկիր է ուզում դարձնել Հայաստանը, որը հայտնի է ինչպես մի պետական մակարդակով առաջինը քրիստոնեությունը ընդունող ազգ եւ պետություն։ Եվ այս առումով եւս այս թիրախում է հայտնվել եւ Գագիկ Ծառուկյանը։ Ես հիշեցնեմ, թե ինչքան դժվարություններով, ես չգիտեմ ինչ խոչընդոտներ հաղթահարելով վերջապես հասել է նրան, որ այդ կառուցեն եւ դնեն այդ արձանը Քրիստոսի։ Այնպես որ այդ երեք պատճառներն են եւ բոլոր միասին դա դաս է բոլորին։ Գիտեք, Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ասել է, որ դա ոչ միայն նսեմացրել են, ես այդ խոսքը չեմ ուզում ասել, որը օգտագործվել է, ոչ միայն Ծառուկյանին, այլ համայն հասարակությունը Հայաստանի Հանրապետության, բայց ես էլի եմ կրկնում, համաձայնվելով, որ նպատակը դա է, ես հիշեցնեմ, դա ապացույց է, որ ներկա իշխանությունները եւ իրենց քաղաքականությունը իրականացնող նսեմացնում են իրենց
հենց արժանապատվությունը, ապացուցելով, որ իրենք չունեն ոչ բարոյական որևէ արժեք, ոչ էլ տվյալ դեպքում մոռանում են, որ Հայաստանը միացել է դաժան կտանքների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի դեմ այդպիսի կոնվենցիա, ավելին, մենք միացել ենք եւ դրան արձանագրությանը, այն է դաժան վերաբերմունքի եւ մնացածի մասացի կանխարգելման արձանագրությանը։ Միջև անգամ Հայաստանը պարտավոր է այդ արձանագրությանը միացնելուց հետո ստեղծել ազգային մեխանիզմ այդպիսի վերաբերմունքի դեմ, եւ մենք ունենք այդպիսի մեխանիզմ, դա դեռ Արման Թաթոյանի ժամանակներից է, դա է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը։ Այսինքն մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում պարտավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, որովհետև դա իմ ասած կոնվենցիա է եւ դրանից արձանագրության կոպիտ խախտում է։ Հիմա փաստորեն ստանալով կարտ բլանշ այս ինչպես ասեցի Եվրոպայի ղեկավարների կողմից, այն է Արյունոտ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից, որ կարող եք մեզ վրա հույս դնել, մենք այստեղ ենք եւ այս առումով ամբողջ պատասխանատվությունը կանխելու, դիմադրելու եւ վերջ դնելու այսպիսի վերաբերմունքին ամբողջովին մնում է, ընկնում է Հայաստանի Հանրապետության հասարակության եւ մասնավորապես եւ առանձնապես քաղաքական ուժերի եւ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես էլի դա պարլամենտական ընդդիմության։ Եվ հիմա գանք նաև Արեգնազ Մանուկյանին են կալանավորել 2 ամսով, առանձնակի դաժանությունը այն է, որ զրկել են վերջինիս անչափահաս դստերը տեսնելու հնարավորությունից, 85-ամյա մորը տեսնելու հնարավորությունից, քաղցկեղով հիվանդ քրոջը տեսնելու հնարավորությունից։ Եվ դուք էլ ձեր խոսքում ասացիք, որ ուժայինների գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, ներքին գործերի նախարար, ՄԻՊ, բոլորը կանայք են եւ առանձնակի դաժանություն ենք մենք տեսնում կանանց նկատմամբ։ Խնդրեմ Արեգնազ Մանուկյանի հետ կապված ձեր կարծիքը։ Ես մի անգամ եւս դրան մանդատացել եմ, որ ասել եմ, որ ընդհանրապես պետություն, ընդհանրապես ինչու են ասում կանանց պետք է ընդգրկել ղեկավարության երկրի կառավարման մեջ, որովհետեւ ինչպես ցույց է տալիս նորմալ երկրներում փորձը, այդ դեպքում քաղաքականությունը ստանում է ավելի մարդասիրական բնույթ եւ սոցիալական օրենքների փաթեթը ավելի մեծանում է։ Այսինքն ակնկալիքը դա է, երբ որ ասում են, որ կանանց պետք է ընդգրկել եւ լավ է, որ ընդգրկվեն, նրանք չեն, այսպես ասած, մտածել, որ կանանց ձեռքով առանձնահատուկ դաժանությամբ կվերաբերմունքը կդառնա Հայաստանի Հանրապետության առօրյա վարչական ուղղակի պրակտիկա եւ չեն մտածել, որ հենց իրենց նշանակել են նրա համար, որ հետապնդեն կանանց։ Մենք երբևէ որևէ ժամանակահատվածում չենք ունեցել այդքան կանանց հանդեպ քաղաքական հետապնդումներ։ Ինչ վերաբերվում է երեխայի հետ չհանդիպում։ Մի տեսեք, թե ինչքան նսեմացված են այդ մարդիկ, այս ինչքան վախկոտ են այդ մարդիկ, այս ինչքան սադիստական հակումներ ունեն։ Դա փաստորեն երեխաների իրավունքների կոնվենցիայի կոպտագույն ոտնահարում է մի քանի նորմերի, մի քանի միանգամից։ Էլ չեմ ասում, որ Արեգնազ Մանուկյանի հանդեպ այդպիսի որոշումը որևէ հիմք, որևէ պատճառ, որևէ բացատրություն չունի։ Այսինքն այդ ինչ մի միջազգային հանցագործություն գործած անձ է, որի հետ հանդիպումը ազգակիցների հետ եւ առավել եւս իր երեխայի, անչափահաս երեխայի հետ արգելվում է։ Դա միայն խոսում է, կրկնում եմ, այդ ամբողջովին արժանապատվությունից զուրկ այս իշխանությունների եւ իրենց քաղաքականությունը իրականացնող անձանց մասին։ Ես ափսոսում եմ, որ ժամանակին Հայաստանի Հանրապետությունում հասարակությունը պայքարել է
թե մարդասիրական նորմերի ներմուծման համար եւ թե որոշ ինչ որ գոնե շատ համեստ ծլեր իրավական պետության կայացման համար։ Հիմա այդ ամբողջը ոտնահարվել է ուղղակի ոտի տակ գցած եւ դա արվում է կանանց այսպես ասած ձեռքով։ Չգիտեմ ինչի մասին են մտածում այդ կանայք, ափսոսում եմ, մեղքս են գալիս։ Ես այդ ոչ մոդայիկ խոսքը ես պետք է ես այդ կանայք եմ մեղքս են գալիս։ Այդ ինչ աստիճանի պետք է հասնեն, որ այդպիսի գործողությունների այսպես ասած հրամաններ տան, ստորագրեն, համբերեն եւ վերջապես բացարձակապես չպայքարեն։ Ես ողջունում եմ մարդու իրավունքների պաշտպան այցելությունը այս սահմանների մեր այդ մարմինների շատ լավ է, թե ինչպես են վերաբերվում մուտք գործող Հայաստան մուտք գործող հանձնաժողովը շատ լավ բան է, բայց շատ կներեք չարժե ուշադրություն դարձնել, թե ինչպես են վերաբերվում Հայաստանում ներսում հենց ոչ միայն քաղաքական գործիչներ տղամարդկանց, այլև կանանց հետ։ Ամբողջովին դատապարտում եմ եւ ելի եմ ասում, չհանձնվել, որովհետև դա այդ վախի մթնոլորտը ստեղծվում է եւ շատերը արդեն խոսացողներին ասում են, բա չեք վախենում, որ բանտե մի վախեցեք, այդ ձեր վախը միայն ուժեղացնում է այդ արժանապատվությունից զուրկ իշխանության ներկայացուցիչներին։ Շուշիում Ալիևի հայտարարություններին կուզեմ անդրադառնանք։ Ըստ էության նա ևս մեկ անգամ պայթեցրեց այն թեզը Նիկոլ Փաշինյանի, թե Արցախը նախկինների ժամանակ արդեն տրված է, ինքը եկավ Հայաստանի բերեց իշխանություն, Հայաստանին էլ ազատելով այդ թոքից, իդեմս Արցախի։ Պարզվեց, որ Մինսկի խումբը լավ է ճնշել է Ալիևին, որի մասին բարձրաձայնել է հենց Ալիևը, կխնդրեմ այս մասը։ Շնորհակալություն։ Գիտեք, Ալիևը որպես Ադրբեջանի նախագահ որևէ պատահական ոչ արտահայտության բնույթի առումով, ոչ էլ ժամանակի առումով, նա պատահական հայտարարություններ չի անում։ Դա այդպես չի, նա ոչ միայն արդեն կոփված է այս քաղաքական կներեք քաոսի մեջ, այլև եւ միջազգային իրավունքի հանդեպ այսպես արհամարանքի մեջ, այլև ինքը շարունակում է մի ինչ որ խաղ, որի մեջ չի բացառվում, որ հենց ի սկզբանե ներկա են եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանձինս ԿՊ-ի իրեն առաջնորդ զգացող եւ ներկա առաջնորդ քաղաքացի Փաշինյան Նիկոլը չի բացառվում, բայց կրկնում եմ, Ալիևի կողմից այդ հայտարարությունները ունեն ռազմավարական հերու գնացող նպատակներ, որոնք են մի քանիսին անդրադառնանք։ Առաջինը նա ցույց է տալիս այո եւ Հայաստանի Հանրապետության հասարակությանը եւ նրանց ովքեր ընտրել են, ես չեմ խոսում նկարած թվերի մասին, այլ նրանք ովքեր ընտրել են, թե իրականում իրենց ընտրյալը հիմնական հարցերում միշտ կեղծում է, միշտ ստում է եւ իրապես նա անում է դա դրա համար, որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը զգա այդ առաջնորդի նսեմացված Ադրբեջանի դիմաց նսեմացված մի անձի։ Դա արվում է հատուկ, որ ամբողջ ժողովուրդը զգա իրեն նսեմ, այսինքն Ալիևի խոսքերը վերաբերվում են ոչ միայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, այլ բոլոր հայերին, ասում է, ահա նայեք դուք ում եք ընտրել, նա ձեզ ամբողջովին մոլորության մեջ է գցել, չի եղել նախկինների կողմից այն, ինչի մասին ինքը ասում է, խիստ հակառակը, ես բազմիցս եմ ասել, ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ այս բոլորը, ինչ տեղի է ունենում եւ տեղի է ունեցել Արցախի հետ եւ Հայաստանի հետ տեղի է ունենում, նախաձեռնողականությունը պատկանում է հենց ԿՊ-ական այդ ղեկավարին, ԿՊ-ի ղեկավարին։
Ես ունեմ հիմնավոր կասկածներ դրա հանդեպ եւ Ալիևը դա բացահայտում է, որ նսեմացնի հերթական անգամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը այսքանից հետո ինչ ձայներ է տվել։ Հասկանալի է, որ ես չեմ հավատում այդ 700,000-ից չգիտեմ ինչ ձայների, իհարկե դա նկարած մի մասով նկարած է, դրա ապացույցները ներկայացվել են այսպես կոչված սահմանադրական դատարան, բայց ես մի քանի անգամ ասել եմ, անգամ եթե 100,000 մարդ իր հոժար կամքով ընտրել է անձին, որը մինչ այսօր իրականացրել է այդ արյունոտ այդ քաղաքականությունը, ես կարծում եմ խնդիր կա Հայաստանի Հանրապետության հասարակության մեջ։ Եվ դա է գլխավոր կարծում եմ թիրախը պետք է լինի ընդդիմադիր կուսակցությունների եւ հասարակական գործիչների համար։ Ինչ վերաբերում է իր այդ Մինսկի խմբի ներկայացուցիչների այդ պետությունների անունները տալը։ Գիտեք, ես չեմ զարմանա, եթե մի օր Ալիևը դատի տա այդ 3 պետությունների նախկին ղեկավարներին այն քաղաքականության համար, որով իրենք ցուցաբերել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա ղեկավարության հանդեպ։ Ես հիշեցնեմ, որ բոլոր այդ պետությունները տարբեր ձևերով համագործակցել են գրեթե 30 տարի այն անձանց հետ, որոնք այսօր գտնվում են որպես քաղաքական պատանդ Ադրբեջանում, նրանք ֆինանսական օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի այդ հանրապետությանը, նրանք հստակ ճանաչել են իրեն որպես միավոր, որպես ժողովուրդ, որպես սուբյեկտ, որը պայքարում է ոչ միայն ինքնորոշման իրավունքի համար, այլ եւ անկախության համար, որպես միակ ճանապարհ ցեղասպանությունից փրկվելու համար։ Հիմա եթե մինչ այս ամենը ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, ինչ որ մարդիկ կային, որոնք որ կասկածում էին եւ միշտ քննադատում էին բոլոր փորձագետներին, որոնք պնդում էին, որ ավելի ակտիվ պետք է պայքարել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման։ Բոլոր նրանց համար այդ թեզը այսօր հասկանալի է։ Դուք տեսաք, որ ցեղասպանությունը իրականացվեց հենց այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության գլուխը չունենալով որևէ իրավական հիմք, պատմական հիմք, իրական հիմք, զուտ կեղծ քաղաքական որոշումով նա ամբողջովին ենթարկեց ցեղասպանության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին որպես հայ ազգի մի մաս։ Դա հայության հանդեպ ցեղասպանության հստակ դրսևորում է, ինչի մասին նշել է եւ նախկինում միջազգային քրեական դատարանի առաջի գլխավոր դատախազ Օկամպոն։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ Ալիևի խոսքերը այդ պետությունների մասին երկու բանի մասին առնվազն հստակ խոսում են։ Նախկինները արել են այնքան բան, որ այդ Մինսկի խմբի կազմող այդ համանախագահները այո պարտավորում են եւ ակնկալում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը։ Երկրորդը, կրկնում եմ, դա հաթաթա է տալիս կներեք խոսքիս համար, հենց այդ 3 պետություններին, որ իրենք չփորձեն այսօր բարձրացնել ձայնը արցախցիների վերադարձի իրավունքի մասին եւ էլ չեմ ասում Արցախը վերադարձնելու իրավունքի մասին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Ալիևը շարունակում է իր հետևողական Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգի, հայ ազգի նսեմացման ճանապարհը, նա շարունակում է Հայաստանի հանդեպ իր նկրտումները տարածքային, նա հիշեցնում է 3 պետությունների, որոնք որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, հիշեցնում է, որ այսօրվա իրավիճակի հետ իրենց համաձայնելը
հենց ստեղծում է հիմք իրենց դեմ դատական գործընթաց սկսելը։ Եվ դա պետք է բոլորիս համար հասկանալի լինի եւ վերջապես վերջ տան այդ Պուտինը ասել է, ավելի վատ, եթե Պուտինը ասել է Նիկոլ Փաշինյանը կրկնել է, դուք հասկանում եք ինչ եք ասում։ Տիկին Հալավերդյան, դուք Օկամպոյին հիշեցիք, հատկանշական է, որ Շուշիից Ալիևը նաև բողոքեց առանց անուն տալու, որ Հայաստանում մեծահարուստ կա, որը հիմա տնային կառանքի մեջ է, խոսքը իհարկե Սամվել Կարապետյանի մասին է, որը բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել Օկամպոյի հետ եւ այսպեսի շեշտադրումներ էր արել։ Ներողություն, ես առումով ինչու է խառնվում Ալիևը մեր ներքին հարցերի նաև եւ ինչու է անդրադառնում հենց Սամվել Կարապետյանին։ Ինչ լավ հարց տվեցիք, նա չի համարում դա մեր ներքին հարցը։ Ինքը համարում է իրեն ներքին հարցը։ Գիտեք, ես շատ ցավում եմ, որ ստիպված եմ դա ուղիղ տեքստով ասել, բայց այսքան մոլորության մեջ գտնվելու, այսքան ժամանակ հնարավոր չի, գիտեք, ասում են հնարավոր է խաբել մի մասը ժողովրդի կամ առժամանակ բոլորին, բայց հնարավոր չի բոլորին եւ միշտ։ Հիմա մենք փաստորեն գտնվում ենք այն անդունդի մեջ, ոչ թե եզրին, որտեղ առնվազը բավականին ստվար զանգված գտնվում է կամ մոլորության մեջ, կամ ուղղակի համաձայն է ոչ միայն առաջին նպատակի, այն է Արցախը հանձնելու, ամոթ բոլորին, ովքեր ասում էին, որ բայց ինչ անենք, Արցախի պատճառով Հայաստանն էլ կորցնենք, հիմա դուք կորցնում եք, կորցրել եք ժամանակավոր հույսով եմ Արցախը, հիմա կարող է մենք կանգնած ենք այն անդունդի եզրին, որտեղ մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետության իրավասուբյեկտությունը եւ Ալիևը դա է ցույց տալիս։ Ասում է, ինչ եք անում այդտեղ, դա ձեր ներքին հարցը չէ, դա իմ ներքին գործն է։ Մանավանդ ինքը տեսնում է, որ իր ամենամոտիկ, այսպես ասած, գործընկերները հենց գտնվում են Հայաստանի Հանրապետության իշխանության, պես ասած, գլուխը անցած։ 300,000 ադրբեջանցիների հարցը մենք տեսնում ենք այս ընտրություններից հետո ադրբեջանական կողմը էլ ավելի է սաստացնում այս հայտարարությունները, ինչ որտեղ նաև սպառնալի հայտարարություններ են գալիս, եւ ընդդիմությունը ամբողջ ընթացքում եւ հիմա էլ շարունակում է բարձրաձայնել, որ սրանց նպատակը 300,000 ադրբեջանցիներին բերելն է Հայաստան եւ դրանք խաղաղ քաղաքացիներ չեն լինելու, իրենք ըստ էության կգան իրենց, այսպես ասենք, իրավապահներով տեսնել։ Այս իշխանությունը տեսեք ինչպես էր այդ ամենը մանիպուլացնում, խափում, բայց հիմա մինչև անգամ ՄԱԿ-ի ամբիոնով Ալիևը բարձրաձայնում է այս հարցը։ Գիտեք, ես էլի եմ ասում, դուք ասում եք ադրբեջանցիների, պես ասած, վերադարձը կամ մուտքը Հայաստան, դա այդպես չի դիտարկվում Ալիևի կողմից։ Ալիևը հստակ ասում է, այո, ադրբեջանցիները իրավունք ունեն իրենց նախկին այդ ապրելու վայրը, որը ինքը կոչում է Արևմտյան Ադրբեջան, նրանք իրավունք ունեն վերադառնալու։ Այն բոլոր, դիտեք, իրոք քաղաքական անմեղսունակությամբ, այսպես ողողված հայտարարությունները, դրանք նորություն չեն։ Թող մտածեն նրանք, ովքեր հավատում են դրան։ Ինչու եմ դա ասում, որովհետև շատ կարևոր մի դիտարկում է արել Լիպարիդ Դրմեյանը, որը նախկինում եղել է հենց կառավարության այդ միջազգային իրավունքի այդ հարցերով այդ ղեկավարը բանից հետո Եղիշե Կերակոսյանից հետո նա շատ կարևոր հայտարարություն արել։ Ես նոր ասեցի, որ Արցախի հանձնումը, բռնակցումը Ադրբեջանին չունի որևէ իրավական հիմք, չունի որևէ միջազգային իրավունքի մեջ հիմք։ Ինչպես է դա տեղի ունեցել քաղաքական հայտարարությամբ։ Եվ հենց Լիպարիդ Դրմեյանը հենց զգուշացնում է, ասում է այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձի անհնարինության իրավական առումով կան արդեն որոշումներ եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի եւ այլն, այսինքն իրավական առումով դա մերժված է, դա
դրա հնարավորությունները ցույց են տվել, որ հնարավոր չի իրավական ճանապարհով հաստատել այդպիսի իրավունքը։ Դրանք որոշումները կան մեկի տեղ երկուսը։ Բայց Լիպարի Դերմյանը զգուշացնում է, դա կարող է տեղի ունենալ քաղաքական հայտարարությունով։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր գլուխները տեսպես քաշքցած կամ ջայլամի նման գլուխները չոր ավազի մեջ մցրած, ուզում են ասել, որ նրանք չեն տեսնում իրականությունը, այդ վտանգավոր հնարավորությունը մնում է, իրավական առումով որևէ հիմք չկա, ոչ 300,000, ոչ 3,000, ոչ 1 միլիոն ադրբեջանցու այսպես ասած մուտք գործելը, որը իրանք ասում են վերադարձ, չկա այդպիսի բան, չկա իրավական հիմք։ Ինչն է մնում վտանգը, քաղաքական այդպիսի մի հայտարարություն, որը տեղի ունեցել Արցախի վերաբերյալ, որովհետև այդպիսի գործողությունից հետո, կրկնում եմ, եթե 100,000 մարդ Հայաստանում հոժար կամքով ձայնը տվել է այս իշխանություններին, նրանք մասնակից են բոլոր այն գործողություններին, որոնց մեջ հստակ կա ծանրագույն հանցագործությունների հատկանիշները, նրանք հանցակից են եւ մոտ առնվազն ղեկավարները տարբեր մարմինների պետք է անպայման այդ օրը կգա շուտ թե ուշ, ավելի լավ է շուտ, նրանք բոլորը պետք է կանգնեն դատարանի առջև, այդ ժամանակ ես իրենց մարդկային իրավունքները կպաշտպանեմ։ Բայց եթե այս պարագայում մենք խոսում ենք Տիկին Ալավերդյան, դուք եք բազմիցս խոսել, խորքային դիրապետում եք 300,000 ադրբեջանցիների մասին որ խոսում եք, կամ ասած ես կդնի 30, 3,000 թե 30 հոգի, բա մեր հայրենակիցները, որ ջարդի ենթարկվելով, այսպես ասենք, մազապուրց է եղել, թեկուզ են Սումգայիթի Բաքվի ջարդի մազապուրց եղած մոտավորապես 1 միլիոն մեր հայրենակիցների վերադարձի հարցը ով է Տեսեք ինչ է տեղի ունեցել, ուրեմն ես մասնակից եմ այն թիմի, որը նկարահանել է վավերագրական մի շարք ֆիլմեր, որոնք կոչվում են ընդհանուր մի անվան տակ սովորական ցեղասպանություն։ Ինչ է անում Ալիևը։ Ալիևը ուղղակի հայելային քաղաքականություն է վարում։ Հիմա ինքը բոլոր այն մեղադրանքները, բոլոր այդ ֆիլմերը ավարտվում են հետևյալ խոսքով, որ Սումգայիթի Նյուրնբերգը արխիվում է, Մարաղայի Նյուրնբերգը արխիվում է եւ այլն։ Հիմա այդ նույն մեր մեղադրանքները, որոնք հիմնավոր են, ընդ որում հիմնավորված են ոչ միայն հայկական կողմից, դա ամբողջովին հայելային կողմով այդ նույն մեղադրանքները ներկայացնում է Հայաստանին եւ այդ առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղղակի կրկնում եմ ոչ միայն լրությամբ, ես համոզված եմ, որ կան պայմանավորվածություններ, ինչպես մենք արդեն գիտենք հետագայում է բացվում, որ այսօր էլ կան այնպիսի պայմանավորվածություններ, որոնց մասին մենք չգիտենք եւ միայն տեղյակ կլինենք իրականացվելուց հետո։ Հիշում եք, ժամանակին 18 թվականին նույն այդ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ասել է, որևէ մի որոշում ես չեմ կայացնելու միջև չխորհրդակցեմ ձեզ ժողովրդի հետ։ Հիմա վերջերս էլ ինքը ասել է, մենք մի գործընթացի մեջ ենք, որի մասին մենք չենք կարող ձեզ ասել, ես կասեմ ձեզ այն ժամանակ, երբ որ գործընթացը կավարտվի։ Դե գոնե դրանք, ովքեր որ 3 միլիոն, այսպես ասած, վարչապետ են իրենք զգացել մի վարքյան, հիմա իրենք հասկանում են, որ ամբողջովին հեղափոխված է այդ քաղաքականությունը, այն բոլոր ցանկությունները եւ խոստումները, որոնք ասվել են, իրականացվում են խիստ հակառակ ուղղությամբ։ Ու այս առումով ես կրկնում եմ, այդ վերին աստիճանի լուրջ վտանգը նա կախված է այսօր Հայաստանի բնակիչների գլխի վրա։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, իրավական առումով որևէ մի ավել հիմք Արցախը գրավելու ցեղասպանական ագրեսիայի միջոցով Ադրբեջանը այդ որևէ մի այլ բան ավելորդ չկա, որը ինքը չի կարող ասել Հայաստանի մասին։
Ինքը նույն այդ հիմնավորումները կարող է բերել եւ պատրաստ են, ես համոզված եմ, Հայաստանի հանդեպ։ Այսինքն դեռ անցած դարի հենց այս տարիներին 20-ական թվականներին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձը ասել է. մենք պետք է ձգտենք, որ Հայաստանի Հանրապետության արդեն հանրապետությունը գոյություն ուներ, ներսում սկսենք բնակեցնել ադրբեջանցիներին, հետագայում բարձրաձայնելով իրենց իրավունքների ոտնահարումը, կարծես թե այդ պատրվակով իմ խոսքը չի, այդ պատրվակով մուտք գործել Հայաստան եւ վերջապես հասնել այն նպատակին, որը ունենք, այն է ոչնչացնել հայ ժողովուրդը, ոչ միայն որպես պետական ազգ, այլև ֆիզիկապես։ Հիմա այդ ռազմավարությունը չի փոխվել։ Մենք այդ ռազմավարությանը ինչպես ենք պատասխանում։ Բազմիցս ասել եմ, այն ինչ որ չի անում իշխանությունը, իսկ իշխանությունը այսօր անում է հակառակը, դա պարտավոր են անել նրանք, ովքեր համաձայն չեն այդ քաղաքականության հետ։ Ես համաձայն չեմ այս իշխանությունների 18 թվականից սկսած իրականացվող այս քաղաքականության հետ։ Ինչու ուրիշներին ինձ հարց են տալիս, հետապնդում են, ես ինչու եմ ես ազատության մեջ, որտեղ իմ ռեսուրսը վերին աստիճանի համեստ է, իմ ռեսուրսը իմ խոսքն է, իսկ հենց որ որևէ մեկը քաղաքական գործիչ, որը ունի ֆինանսական ռեսուրս, կազմակերպական ռեսուրս, ունի կուսակցություն եւ այլն, հենց որ նա անհամաձայնությունն է հայտնում այս իշխանությունների քաղաքականության հետ, հայտնվում է ճաղերի այն կողմը։ Այսինքն մենք պետք է հստակեցնենք, որ հիմա ամենամեծ պատասխանատվությունը մնում է մեր լսարանի վրա, որտեղ ասողին լսող է պետք։ Այդ անհամաձայնությունը այսօր չի երևում այն աստիճան, ինչ աստիճան իդեպ կա։ Ես հանդիպում եմ բազմաթիվ մարդկանց հետ տարբեր շերտերից։ Անկամ նրանք, ովքեր այս անգամ էլ ընտրել են այս իշխանությանը, նրանք պես ամոթխած ձևով շատերը, ես չեմ ասում բոլորը, նրանցով տեսել եմ, ամոթխած ասում են, մենք կարծում ենք, որ հիմա որոշ բաներով ավելի կփոխվի, ավելի դրական, չի փոխվի, խիստ հակառակը։ Սպասվում է եւ նախ-ի-առաջ ԶԼՄ-ներին, ցանկացած այլախոսներին սպասվում է խիստ քաղաքական հետապնդումներ։ Եվ դա ոչ թե որովհետև ինչպես ասեմ մեղավոր են այդ մարդիկ, ոչ, այլ որովհետև ունեն մարդու կարևորագույն իրավունքը, յուր կարծիքը եւ յուր կարծիքի արտահայտման իրավունքը։ Դրա համար են այսօր հետապնդվում Հայաստանում։ Եվ Տիկին Ալավերդյան, մեր հայրենակիցները շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտերում, մենք տեսնում ենք վերջին հաղորդագրությունները Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի, եւ ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, եւ մեր հայրենակիցներն այսպես խոշտանգում են, եւ ավելին էլ, եւ նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր Բաքվից Երևան եւ գովաբանում էր կառավարությունը Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը, ինչ ժողովրդավարության մասին խոսքը նույն օրը օրինակ զինվորական սպա գեներալ կալանավորվեց, հաջորդ օրը Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց եւ ավելին Բաքվից գալիս է ժողովրդավարության մեջ չի տեղավորվում, գոնե երկու ռազմագերի հետ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեզ համարում է Ջ կլասի պետություն եւ ժողովուրդ։ 4-րդ, 5-րդ մակարդակի վրա, միջև անգամ ոչ թե զարգացող պետություն է մեզ ընկալում եւ ազգ, այլ թեր զարգացած։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համար, եթե այն ինչ որ տեղի ունենում Հայաստանում 1%-ը տեղի ունենար կամ Գերմանիայում, կամ Բելգիայում, կամ Ֆրանսիայում, Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլիներ առաջի բողոքողների առաջի շարքում։ Հիմա կրկնում եմ, Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդեպ իմ գնահատականը ես կարծես տվել եմ։ Հիմա ինչ վերաբերվում է մեր այնտեղ ոչ պատահական
հայտնված մեր հայրենակիցների մասին։ Տեսեք, ես տարիներ շարունակ մեր կազմակերպությունը ընդդեմ իրավական կամայականությունը զբաղվել է պատանտներով, վերադարձած զինգերիներով եւ անհայտ կորածների ընտանիքներով։ Հանրահայտ է, որ անգամ այդ նամակները, որտեղ կան իրոք սրտաճմլիկ բաներ, իրոք մենք հասկանում ենք ինչ է, մեկ է դրա մեջ կա Ալիևի եւ չի բացառվում Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ հերթական խարդավանքը, թե դրա տակ ինչ է լինելու եւ ինչ է թաքնված, այդպես չի, որ մենք ուշ ենք իմանալու, շուտով դա եւս այսպես ասած ջրի երես կառնի։ Ես մի բան ասեմ, որ էլի քչերն են ասում, ուրեմն պատանտներին, զինգերիներին, անգամ կալանավորներին պարտադրել եւ հրապարակային ընդհանրապես այդպիսի ելույթներ ունենալը հակասում է Ժնևյան 3-րդ կոնվենցիային, զինգերիների եւ ընդհանրապես նրանցով, որ հավասարեցված է զինգերիների, դրանք բավականին մեծ թվով խմբեր են, դրանց հանդեպ այդ վերաբերմունքին ամբողջովին հակասում են։ Միշտ ասում են, բոլոր նրանք, ովքեր հայտնվել են գերության մեջ կամ պատանտության մեջ կամ միջև անգամ կրկնում եմ կալանավորված են, նրանց պետք է հեռու պահել զանգվածի հետ ավելորդ հետաքրքրությունից, ռուսերեն ասում են «От излишнего любопытства». Հիմա թաքնվելով համակարգային ձևով այդպես ցույց տալով, որ դա ուղակի նամակներ են ընտանիքների, հետո դա տարածվում է, կրկնում եմ, միշտ հիշեք, այդ անձիկ գտնվում են ոչ միայն ֆիզիկական, այլ հոգեբանական, ծանրագույն կտանքների ներքո եւ ցանկացած այդ լուրը, որը մեզ գալիս է այնտեղից, դրա մեջ կա անպայման ճնշման ներքո տեղի ունեցած տար եւ ես էլի եմ հույս եմ հայտնում իսկ ինչ վերաբերում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ զինգերիների կներեք կարող է ճիշտ են ասում որ իր ինչ որ հերու ազգակիցները պապիկն է թե ինչն է եղել է SS-ական չի բացառվում որ դա իրեն այսպես հաճույք է ներկայացնում, ես հետ սխալվում եմ, ներողություն եմ խնդրում։ Այնպես որ էլի եմ ասում, ամբողջ ծանրությունը պայքարի մնում է Հայաստանի Հանրապետության, հանրության, ազգի եւ մասնավորապես քաղաքական ուժերի ուսերին։ Եվ այս բարակայում ինչ պետք է անեն քաղաքական ուժերը ու ամբողջը։ Տեսեք, տեսան փորձում են Նարեկ Կարապետյանին մեկուսացնել ազգային ժողով չգնա, այս Այստեղ մի փոքր այսպես խորամանկություն կա, խարդավանք է, ուզում են առաջի իսկ այդ նիստին թիվը ընդդիմության, պատգամավորների թիվը փոքր լինի։ Դա ամենամակերևույթի վրա երևացող նպատակներից մեկն է։ Երկրորդը չի թաքցրել ԿՊ-կան որևէ մի ներկայացուցիչ, որ իրենք ընդդիմությունը, այդ թվում եւ նրանք, ովքեր որ պատգամավորական կստանան իրենց մանդատը, նա բոլոր ընդդիմադիր գործիչներին համարում է թշնամի Եվ իրավաբանների մեջ կա մի սև հումոր, այդպես ասում են, եթե մարդը կա, միշտ էլ կարելի է հոդվածը գտնել նրա վրա, դնել ու գործ կարել։ Հիմա այն ինչ որ տեղի է ունենում այս ամբողջ ժամանակահատվածում, դա գործ կարելն է։ Եվ այս առումով ես չեմ կարծում, որ Նարեկ Կարապետյանով կսահմանափակվեն այդ հետապնդումները։ Ես էլի եմ ասում, նոր մարտահրավերները, իսկ նրանց բնույթը ակնհայտ է, երբևիցե Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ակնհայտորեն չէր սպասարկում թուրք ադրբեջանական ռազմավարական նպատակները։ Սա նոր մարտահրավեր է, մենք չենք ունեցել այդպիսի բան։ Ես հասկանում եմ, որ շատ անգամ դժվարանում ենք գտնել դրա
համարժեք պատասխանը, բայց պետք է գիտեք ոչ միայն միասնությունը լինի քաղաքական հայտարարություններով, այլ ինտելեկտուալ ամբողջ եղած պաշարը պետք է միավորվեն, դիմեն բոլոր այն միջազգային սուբյեկտներին, որոնք համաձայն չեն օրվա եվրոպական եւ այլ պետությունների ղեկավարության հետ, անպայման այդ երկրներում լինելու են փոփոխություններ եւ ես կոչ եմ անում քաղաքական ուժերին ավելի ակտիվ աշխատել բոլոր այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք գործում են այլ պետություններում, եվրոպական եւ ամերիկական եւ այլ ասիական եւ այլ պետություններում։ Ես չեմ կարող այսօր ասել հենց սա է, բայց մի խորհուրդ անպայման պետք է տամ։ Հրավիրեք ամենահմուտ քաղաքական տեխնոլոգներին։ Այս քաղաքական, այս իրավիճակը քաղաքական տեխնոլոգների մանիպուլյացիաների արդյունք է։ Եթե կա այդ թույնը, կա եւ հակաթույն։ Եվ ես կոչ եմ անում քաղաքական ուժերին վերջացնել այդ, այսպես ասած, ինքնագործնեությունը, հրավիրել շատ հմուտ քաղաքական տեխնոլոգներին եւ աշխատել ավելի բարձր մակարդակով, հույս չդնելով զուտ նրա վրա, որ երբևէ այս իշխանությունները կամաչեն, կամ կզգան, որ ճիշտ չեն անում, կամ կկանգնեն ինչ-որ մի կարմիր գծի վրա, չկան այդ գծերը։ Եվ այս առումով ես էլի եմ կոչանում հանկարծ չընկճվեք, ընդհանրապես հիասթափեցրեք այն ընկալումները, այն սպասումները, որ ունի ԿՊ-ն եւ իր առաջնորդները։ Նրանք ուզում են մեզ տեսնեն բոլորիս, տեսնեն նսեմացված, հիասթափեցրեք, պահեք ձեզ արժանապատվորեն եւ մենք ճանապարհը մեր շատ բարձ է, խոսքը ճշմարիտ եւ ես կարծում եմ մենք պետք է շարունակենք մեր պայքարը։ Առնվազն ես չեմ կարող դիմանալ, ես դիմադրելու եմ եւ պայքարելու եմ այն ձևերով, որոնք ես ունեմ։ Շնորհակալություն։